Սույն նյութը կախված է Հակոբ Չոլակյանի ավանդական ուղղագրություն, կանոնագարք և խնդիրներ գիրքի ներածութենեն։ Գիրքին PDF տարբերակին հղումը դեսանյութին նկարագրության մեջ։ Դեսանյութին գլխավոր նպատակն է հստակացնել ավանդական, դասական և մեսրոպյան ուղղագրություններուն տարբերությունը։ Աշխարհապար հայերենը գլխավորապես ժառանգեց կրապարի ուղղագրությունը։ Դասական, այսինքն բառը արտաբերեց նոր հայերենի հնչյունական համակարգին համաձայն, բայց ձայն արձանագրեց իր պատմական տարազով, իսկ որոշ բառականերու մշակեց նոր հայերենի հարմարող կրելաձև, ասիկա ավանդական ուղղագրությունն է։ Իդեպ, ուղղագրության կապակցությամբ հաճախ իբրև նույնանիշ բառեր կընկալվին մեսրոպյան, դասական և ավանդական բառերը, մինչդեռ այդպես չէ։ Բառացի ըլլալով մեսրոպյան ուղղագրության ինչպիսին ըլլալը չենք գիտեր, որովհետև մեր գրականության առաջին տարերեն հասած բավականաչափ ձեռագիրներ չունինք։ Դասական կգոչենք մեր հնագույն վիմական արձանագրություններուն և մատյաններուն, ձեռագիրներուն ու վերընտօրինակված մատյաններուն գրության պատկերը։ Ավանդականը առաջինը չէր կրնար ըլլալ, ոչ ալ երկրորդը, որովհետև դասականը ոչ թե դառացիորեն որդեգրվեցավ աշխարհապարի կողմէ, այլ անոր հիման վրա ձևավորվեցավ։ Չկարենալ ձերբազատվել է դասականեն եկող երկձևությունները ու միջին հայերենյան գրելաձևերը, երբեմն ալ աշխարհապարի երևույթները յուրովի տարազել է։ Ահավասիկ այս վերջինն է, որ իբրև աշխարհապար հայերենի երկու ճյուղերուն միասնական ուղղագրություն գործեց մինչև 1922-ի ուղղագրական ռեֆորմը, որով դատապարտվեցավ ի գործ դրվելու արտաքին սփյուռքի մեջ միայն։ Խորհրդային Հայաստանի մեջ 1940-ին ձևավորված նոր ուղղագրությունը չգրծավ հայերենի համար ընդհանրական դառնալ և պայմանականորեն կոչվեցավ հայաստանյան ուղղագրություն։ Ճիշտ չէ մեր ուղղագրելու երկու կերպերը կոչել արևմտահայերենի և արևելահայերենի ուղղագրություններ։ Անկախ այն փաստեն, որ ավանդական ուղղագրությունը առավելաբար արևմտահայերենի համար կիրարկելի է ներկայիս, իսկ նոր ուղղագրությունը արևելահայերենի։ Ավանդականը կփորձե մատչելի դառնալ, նորը կստեղծե իր ավանդությունները, անջրպետը ավելի կլայննա, որովհետև ուղղագրության կանոնագարքերու տարբերությունը բնականաբար աստած է ու պիտի աստե գրական երկու լեզուներուն զարգացման միտումները, տարբեր ուղղությամբ ուղղորդելու իրավիճակին վրա։